Ասդ իրադավների և Փաշինյանի մասնակցությամբ գլուխ բերված երեկվա այսպես ասած փաստաթղթով պաշտոնապես հայ առաքելական եկեղեցու պառակտման գործընթացի մասին հայտարարվեց։ Քաղաքական հասարակական շրջանակները ահազանգում են, դա ոչ միայն իրավական նորմերի ոտնահարում է, այլև ազգային ինքնության ու պետական անվտանգության դեմ ուղղված միտումնավոր քայլ։ Երբ երկրի ղեկավարը չարաշահելով իր պաշտոնական դիրքը ներխուժում է հոգևոր դաշտ և փորձում ապօրինի կերպով պայմաններ թելադրել մայր եկեղեցուն վեհափառ հայրապետին, սա արդեն իրավական պատասխանատվության հարց է։ Իրավական շրջանակները կոնկրետ փաստում են եկեղեցու ներքին գործերին միջամտելը ցանկացած պատրվակով հստակ արգելված է սահմանադրությամբ և օրենքներով, թե մասնավորապես որ օրենքների և օրենսդրական պահանջների մասին է խոսքը, հասկանանք կետառկետ։ Համաձայն Սահմանադրության 17-րդ հոդվածի Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը, կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Համաձայն Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Համաձայն խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին հանդիսանում է կրոնական կազմակերպություն։ Հետևաբար եկեղեցին անջատ է պետությունից, իսկ պետությունը պետք է երաշխավորի կրոնական կազմակերպության գործունեության ազատությունը։ Այսինքն վարչապետը որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ նույնպես պետք է երաշխավորի հայ եկեղեցու գործունեության ազատությունը, այլ ոչ թե միջամտի այդ գործունեությանը։ Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի B ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության եկեղեցին անջատված է պետությունից։ Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների ներքին կյանքին։ Ավելին, այս հոդվածը նույնիսկ արգելում է եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների կառուցվածքում որևէ պետական մարմնի կամ նրա հանձնարարությունները կատարող անձի գործունեությունը։ Այսինքն պետությունը և պետական պաշտոնյաները իրավունք չունեն որևէ կերպ միջամտելու եկեղեցու ներքին կյանքին։ Հայաստանի Հանրապետության և հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում։ Այս հոդվածից նույնպես հետևում է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին գործերին, քանի որ եկեղեցին ինքնակառավարվող կառույց է։ Եվ ի վերջո Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն անձի խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը, այդ թվում կրոնական կազմակերպության օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը պատժվում է տուգանքով, առավելագույնը տասնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով, առավելագույնը 100 ժամ տևողությամբ կամ ազատության սահմանափակմամբ, առավելագույնը 1 տարի ժամկետով։ Իսկ եթե այդ արարքը կատարել է իշխանության որևէ ներկայացուցիչ կամ պաշտոնյա, պատժվում է տուգանքով, առավելագույնը 20 պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով 80-ից 150 ժամ տևողությամբ կամ առավելագույնը 3 տարի ժամկետով զրկվում է պաշտոն զբաղեցնելու իրավունքից կամ ազատազրկվում է առավելագույնը 2 տարի ժամկետով։ Արդյոք իրավական պատասխանատվության կենթարկվեն եկեղեցու ներքին կյանքին ու գործունեությանը միջամտող վարչապետ Փաշինյանը, ՔՊԱ-կան իշխանավորները, ցույց կտա ժամանակը։ Մինչդեռ հիշեցնենք, որ երբ երկրի վարչապետը իրեն վերապահում է հոգևոր դաշտում կարգադրողի դերը, դա ոչ թե հասարակական կամ քաղաքական դիրքորոշում է, այլ սահմանադրական հանցանք։ Էրմինե Զեյնալյան, Երկիր FM։